Մի հետաքրքիր երազ, որ եղբայրներից մեկն էր տեսել ու ինքը լիքը խնդիրներ ուներ։ Ասում է, երազ տեսա, դիմացս փոքրիկ sense հող է։ Ոնց որ մի փոքրիկ պարտեզ լինի։ Աջ կողմումս կանգնած է սպիտակ մեկը, երեսը չեմ տեսնում։ Ձախ կողմն էլ կանգնած է սև մեկը։ Ասում է, հասկացա, որ չար հոգի ու բարի հոգի է։ Հրեշտակ ու դև, ասենք։ Ասում է, երկուսն է սպասում էին ինձ։ Ասում է, սկսեցի խոսել, երազա դա։ Սկսեցի խոսել, իմ բերանից բան դուրս եկավ, հենց բան դուրս եկավ, ընկավ գետնին, այդ հողի մեջ ու սկսեց աճել։ Ասում է, որ վատ բան էի խոսում, ձախ կողմինն էր ուրախանում, որ լավ բաներ էի խոսում, լավ սերմեր ընկնում այդ հողի մեջ, հրեշտակն էր ուրախանում։ Սա մեր աչքի առջև թող լինի, այնքան խորհրդապատկեր ունի, որ լավ բաներ խոսենք, որովհետև սպասում են մեր խոսքին։ Խոսիր լեզվով կյանքեր, եւ ոչ թե մահ։ Ինչ է պատտվում քո լեզվով։ Ոնց է զարգացած քո լեզվի ողնաշարը, որ ողնաշար չունի։ Ոնց է հեշտությամբ պատտվում։ Իրավիճակը, որ գալիս է լեզուդ, ոնց է պատտվում։ Մարզված լեզու է, թե չէ։ Դու գիտեք, որ մենք մեր լեզուն պիտի մարզենք։ Ոնց։ Այստեղից լիքը բան լեցնենք, որ հետո հենց իրավիճակը կա, ներսիցը թռնի ուղակի։ Այդ մարզված լեզուն պատտվի, այն որ ասում են ոսկոր չունի։ Պատտվի ու լավ բաներ խոսա ու կլինի։ Այ դա է իսկական դավանանքը, որ գալիս է ներսից, որի արմատները Տիրոջ խոսքն ու հավատքն։ Ամեն։